Մխիթար Գոշի գործունեության մեջ իբրև փաստորեն արևելյան վարդապետների մեջ թիվ 1 անձ կարևոր է նշել, որ նա մասնակցել է 1205 եւ 1207 թվականներին փաստորեն Լոռեևանի ժողովների հրավիրմանը եւ որոշումների կայացմանը, եղել է առանցքային դերակատար այդ ամենում եւ այստեղ իհարկե կարևոր էր մի կողմից Հայաստանի այդ առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնության եւ ինքնուրույնության պաշտպանումը, դավանաբանության ինքնուրույնության հստակեցումը այդ ժամանակ, որ մեր դիրքորոշումներն անփոփոխ են, մի կողմից կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերություններում, որ այդ ժամանակ Կիլիկյան Հայաստաններ բարդություններ այդտեղ տեսնում, մյուս դեպքում վրաց ուղղափառ եկեղեցու հետ։ Բանն այն է, որ Կիլիկյան Հայաստանը լինելով այդ ժամանակ Միջերկրական ծովի արևելյան ափին խաչմերուկ իսլամի եւ քրիստոնեության տարբեր ուղղությունների միջև հարաբերություններում, ունենալով հարաբերություններ բյուզանդական կայսրության հետ, ունենալով հարաբերություններ կաթոլիկ Եվրոպայի հետ, որոնք խաչակրաց շարժումներով հայտնվել էին Միջերկրական ծովի արևելյան ափին եւ ստեղծել խաչակրաց պետություններ, հաճախ կանգնում էր խնդրի առաջ, որ Հռոմի Պապի կողմից օրինակ դավանական զիջումների այսպիսի ակնկալիք էր լինում։ Մյուս կողմից Հյուսիսարևելյան Հայաստանը ազատագրվելով փաստորեն վրաց թագի հովանու ներքո ամեն դեպքում այստեղ կարող էր հաճախ վրաց փաստորեն եկեղեցու կողմից ճնշման հավանականության բախվել եւ այստեղ օրինակ հարց էր դրվում վրաց եկեղեցու սովորույթի համաձայն շարժական խորան ունենալու օրինակ արշավանքների ժամանակ զինված ուժերում, բայց դա անթույլատրելի էր հայոց եկեղեցու տեսանկյունից եւ բնականաբար նման հարցերը պետք է քննարկվեին այս ժողովների շրջանակում եւ տրվեին հստակ պատասխաններ։ Բնականաբար Գոշը ուներ շատ հստակ այս հարցերի շուրջ դիրքորոշում եւ միաժամանակ նա բաց էր հարաբերություններ հաստատելու տարբեր առաքելահիմն, այսպես ձևակերպենք, եկեղեցիների հետ հիմքում ունենալով այն գաղափարը, որ ընդհանրական եւ առաքելական Սուրբ Եկեղեցուց են տարանջատվել դավանական տարբեր ուղղություններ։ Այսինքն եթե այսօրվա մենք տերմինով խոսենք սրա մասին, նա էկումենիզմի որոշակի գաղափարներ էր կրում, բայց նրա այս գաղափարների առանցքում բնականաբար հայոց եկեղեցու դավանական ինքնության եւ բացարձակ անկախ կարգավիճակի ավտոկեֆալիա բառն է այստեղ պես տերմին որպես տեղին օգտագործել այս ամենի բացարձակ պաշտպանն ու կրողն էր։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։